Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մայիսի 31-ն է, մոտենում է ընտրության օրը, հունիսի 7-ը, ակնհայտ է, որ այսօր էլ մեր քննարկումը կենտրոնացված կլինի մեր ընտրությունների հարցերին, մեր արշավին նախընտրական, աշխարհի արձագանքին մեր ընտրություններին, մեծ արձագանքը շատ են հոդվածներ, ելույթներ կապված մեր ընտրությունների հետ և Եվրոպայում, և Միացյալ Նահանգներում, և ԱՊԷ երկրների տարածքում, և Ռուսաստանի բավական կոշտ արձագանքը ճնշումը մեր վրա։ Պարոն Զելենսկին, Ուկրաինայի նախագահան ուղերձով հանդես եկավ երեկ, ու այդ ուղերձում կար հատված նվիրված Հայաստանին։ Ինքը կոչ է արել աջակցել Հայաստանին, պաշտպանել Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքից։ Այս ուղերձի մասին կխոսենք, կներկայացնեմ գլխավոր մտքերը պարոն Զելենսկի ուղերձի եղած։ Անպայման կխոսենք այսօր Ռուսաստանի կարևոր քայլի, մեզ համար պարզ է վտանգ պարունակող, բայց կարևոր քայլի։ Ռուսաստանը կանչեց խորհրդակցությունների իր դեսպանին Հայաստանից։ Ինքը կանչեց Սերգեյ Կապրկինին, Ռուսաստանի դեսպանին Երևանում, կանչեցին Մոսկվա։ Այդ ձևի քայլ արվում է, երբ որ կան լուրջ մտահոգություններ կամ լուրջ դժգոհություններ։ Ռուսաստանը դժգոհ է մեր կառավարության վարած քաղաքականությունից ու ուզում է խորհրդակցել Կապրկինի հետ։ Ինչ են մոգոնելու, ինչ քայլեր Ռուսաստանը պլանավորում է անել, դրա մասին ես կխոսեմ, ինչ վտանգներ կան այս վերջի 7-8 օրվա ընթացքում միջև ընտրությունները մեզ համար, որոնք կարող են գան Պուտինից։ Ու բացի դրանից ես այսօր ձեզ կասեմ իմ կարծիքը, ինչ ենք եւ ում ենք մենք ընտրում այս ընտրությունների ժամանակ։ Այդ ինչ process է։ Ինչ ենք մենք ընտրում, կուսակցություն, չգիտեմ, գաղափարախոսություն, ինչ գլխավոր մեսիջներ իր ընտրությունով պետք է մեր ժողովուրդը հանդես գա։ Այդ դրա մասին էլ մենք այսօր կխոսենք։ Ուրեմն սկսում ենք մեր աշխատանքը, միջև սկսելը մեր աշխատանքի խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, աջակցել մեր YouTube-յան ալիքին, քանի որ մեր աշխատանքը անչափ կարևոր է սփյուռքայության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այն ինչի մասին մենք խոսում ենք, ստուգված վերստուգված է մեր կողմից, մեր կանխատեսումները տեսնում եք իրականություն են դառնում, ուրեմն մենք ճիշտ ենք աշխատում ու ձեր ակտիվ մասնակցությունը Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի աշխատանքներին անչափ կարևոր է։ Ուրեմն առաջինը ինչի մասին ուզում եմ ասել, դուք գիտեք, բացի մեր ակտիվ աշխատանքից Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի շրջանակներում, դուք գիտեք, ես լինում եմ արտասահմանում, շատ ու շատ երկրներում ինձ հրավիրում են կառավարությունները, պարլամենտները, արտգործնախարարությունները, տարբեր միջոցառումների մենք ակտիվ ենք գործում, ես պարբերաբար ձեզ հետ կապնվում են հետ արտասահմանից, նաև մեր կենտրոնը մենք հրավիրում ենք հայտնի փորձագետներին, հայտնի քաղաքական գործիչներին տարբեր երկրներից։ Վերջի 3 օրը մեզ հյուր եկան, մենք հրավիրեցինք Հայաստան շատ հայտնի քաղաքական գործիչներ եւ փորձագետներ Հոլանդիայից։ Շատ ուժեղ գրագետ, ովքեր հասկանում եմ այդ ինչքան կարևոր է զարգացումը ու համագործակցությունը Հայաստանի Եվրոմիության հետ, ովքեր մասնագետ են նաև այս ձևի հարցերում, որոնք ակտուալ են մեզ համար, պայքար դեզինֆորմացիայի դեմ, պայքար հիբրիդային պատերազմերի դեմ, դա է պատճառը, որ փայլուն մասնագետներին մենք հրավիրեցինք։ Ու կազմակերպեցինք իրենց համար մի քանի հանդիպումներ, նաև 2 կարևոր կոնֆերանսներ մեր ուսանողների հետ եւ Երևանում եւ Գյումրիում։ Իրենք հիացած էին Հայաստանով, քանի որ 3-ից 2-ը առաջի անգամ են եկել Հայաստան, ուղղակի հիացած էին։ Բայց
ամենակարևոր տպավորությունը նա է, որ մեր երիտասարդությունը, մեր ուսանողները եւ Երևանում եւ Գյումրիում եւ մեր երիտասարդ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները երիտասարդների կազմակերպություն ուղղակի իրենց վրա շատ մեծ ու դրական տպավորություն թողեցին։ Իրոք մեր երիտասարդությունը, մեր ուսանողները փայլուն հարցերով աչքի ընկան, շատ հետաքրքիր առաջարկություններով, ես իրոք շատ լավ ինձ զգացի, մեր ապագան շատ լավը կլինի, միանշանակ կարող եմ ասել։ Հիմա առաջի հարցը անչափ կարևոր։ Ինչու Ռուսաստանը կանչեց Մոսկվա խորհրդակցությունների համար իր դեսպանին Սերգեյ Կապրկինին Երևանից Մոսկվա։ Բարձ է արտգործնախարարությունը Ռուսաստանի, որը արեց հայտարարություն, նաև բացեց փակագծերը։ Լինում է, որ չեն բացում, բայց պարզ էր, որ Ռուսաստանը ուզում է ցույց տալ իր դժգոհությունը։ Ուրեմն, իրանք ասում են, որ Սերգեյ Կապրկինին իրանք կանչեցին Մոսկվա, գլխավոր նպատակը նա է, որ Հայաստանի իշխանությունը, այսօրվա կառավարությունը գնում է դեպի եվրոինտեգրացիան, ու այդ process-ը իրանք ասում են, դա մեծ վտանգ է Ռուսաստանի համար եւ վնաս է հասցնելու Ռուսաստանին ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Ինչ կապ ունի մեր համագործակցությունը այլ պետությունների հետ, այլ կազմակերպությունների հետ, ԵԱՏՄ-ի հետ չեմ հասկանում, ինչը մենք իրավունք չունենք ունենալ հարաբերություններ օրինակ Վրաստանի հետ, Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ, առանց Ռուսաստանի չեմ հասկանում այդ իրանց պնդումը։ Բայց իրանք ասում են, հենց արտգործնախարարությունը շեշտը դրա վրա է դնում, որ Ռուսաստանը դժգոհ է, որ գործող կառավարությունը ակտիվ աշխատում է Եվրոմիության հետ ու դեպի ինտեգրացիա է գնում, ու դա իրանք համարում են վտանգավոր եւ վնաս հասցնող ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Ինչ են մոգոնելու դրանից հետո, ինչ քայլեր մեր դեմ կանեն, կնայենք, ուշադիր պետք է հետևենք, բայց փաստը մնում է փաստ։ Հիմա պարոն Զելենսկու, Վլադիմիր Զելենսկու Ուկրաինայի նախագահի հայտարարության մասին։ Ուրեմն ինքը ուղերձով հանդես եկավ երեք Կիևում, ու այդ ուղերձի մեջ կա հատված նվիրված Հայաստանին։ Ինքը ասում է, որ այն, ինչ Ռուսաստանը ասում է Հայաստանի մասին, յուրաքանչյուր հարևան Ռուսաստանի լսեց։ Ինչի մասին է խոսքը, որ Ռուսաստանը սպառնում է Հայաստանին, այդ սպառնալիքները մենք ամեն օր լսում ենք, այդ սպառնալիքները մենք ամեն օր լսում ենք, ավելին սանկցիոն քաղաքականություն է կիրառվում մեր ապրանքների համար, թույլ չի տրվում, որ մտնեն Ռուսաստան։ Ուրեմն պարոն Զելենսկին ճիշտ է ասում, որ այժմ Ռուսաստանը սպառնում է Հայաստանին, ավելի բացահայտ, քան եղել է նախկինում, ու պարոն Զելենսկին ասում է, այդ սպառնալիքները վերաբերվում են ոչ միայն Հայաստանին։ Ինքը վերաբերում է բոլոր հարևաններին։ Ուրեմն մենք բոլորս պետք է մտածենք, ոնց ենք մենք մեզ պաշտպանելու։ Եվ ամենակարևոր միտքը պարոն Զելենսկին, որ տենալով այդ սպառնալիքները Հայաստանի նկատմամբ մենք բոլորս պետք է աջակցենք Հայաստանին։ Ու ինքը կոչ է անում Եվրոպային ել ավելի նպատակա ուղղված աջակցել Հայաստանին, աջակցել Մոլդովային, աջակցել Վրաստանին, աջակցել Բալտյան երկրներին։ Բոլոր հարևանները, ինքը ասում է Ռուսաստանի վտանգի տակ են, պետք է եւ իրանց անվտանգության մասին մտածեն, եւ հենց հիմա, քանի որ ակտուալ է հենց Հայաստանի հարցը, Հայաստանում ընտրություններն են, Ռուսաստանի ուղղակիորեն ակնհայտ սպառնալիքները կան, ուրեմն մենք պետք է բոլորս աջակցենք Հայաստանին։ Ավելին, պարոն Զելենսկին շատ կարևոր միտք ասեց, ինքը ասեց, որ հայ ժողովուրդը իրավունք ունի ընտրել իր ապագան։ Միայն հայ ժողովուրդը այդ լիազորությունը ունի քվեարկելու, ընտրելու իր ապագան, ու ոչ ոք իրավունք չունի միջամտել։ Այո, կարևոր է, որ հենց պարոն Զելենսկին հանդես եկավ հայտարարությամբ, ես համոզված եմ մեր ռուսամետ անդիմությունը հիմա վայնասուն կբարձրացնեն, կգոռան, այս ինչ են միջամտություն մեր ներքին գործերի մեջ, բայց այդ կարևոր
մեսիջեր։ Դուք գիտեք, Եվրոպան ինչքան հստակ տրամադրված է աջակցել Ուկրաինային, ու եվրոպացիների համար շատ կարևոր է կարծիքը Ուկրաինայի նախագահի Հայաստանի ընտրությունների նկատմամբ։ Իրենք առանձին դրական կարծիք ունեն, որ պետք է աջակցեն Հայաստանին, որ պետք է աջակցեն, որ հիբրիդային պատերազմից մենք պաշտպանվենք, իրանք այդ գործը անում են, բայց եվրոպացիների համար անչափ կարևոր է նաև արձագանքը Ուկրաինայի։ Ռուսաստանը իրոք պրոբլեմատիկ երկիր է բոլոր հարևանների համար, ստեղ ինչ խոսք, բայց բացի դրանից Ռուսաստանը առանձին դեպքերում անում է հայտարարություններ, որոնք ապշեցուցիչ են։ Ուրեմն հայտնի Դմիտրի Մեդվեդևը, որը այսօր ունի պաշտոն բարձր Ռուսաստանում, բայց նախկին նախագահն նորից ի հայտ եկավ տարօրինակ հայտարարությունով։ Ուրեմն ինքը ասեց, որ ատոմակայանները, որոնք կան Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի շրջանակներում, իրենք կարող են հարված հասցնել։ Ինքը փորձում էր մեղադրել Ուկրաինային, որ իբր Ուկրաինան Զապարոժիայի ատոմակայանի 6-րդ բլոկին հարված փորձեց հասցնել։ Անհետեցություն, ով է հավատում։ Պատկերացնում եք Ուկրաինան իր ատոմակայանը, որ հարվածի, անհետեցություն, բայց սպառնալիքը շատ լուրջ է։ Այս խոսքերը ասված վտանգավոր խոսքեր են։ Ինքը ասում է, եթե պետք լինի, մենք հակառված կտանք կամ Ուկրաինային գտնվող ատոմակայանի վրա, կամ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մոտ եղած ատոմակայաններ։ Իրոք շատ վտանգավոր հայտարարություն է, չեմ կարծում, որ դա կբարձրացրի ռեյտինգը Ռուսաստանի, էտել ընկած գրեթե 0-ի մակարդակի։ Հիմա մեր ներքին հարցերին, առաջերտին ընտրությունների հարցերին, ես խոստում տվեցի իմ կարծիքը ասել, նայեք, ես ինչ տենդենս եմ տեսնում, հետևում եմ ինչ են ասում տարբեր կուսակցությունները, մասնակցող այս ընտրություններին, մոնիտորինգ եմ անում, ես ուսումնասիրում եմ, պարզ է ուժեղ Հայաստան դաշինքները, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, պարզ է այս Ռուսաստանա մետությունը ակնհայտ է իրանց ծրագրերի մեջ, հայտարարությունների մեջ ակնհայտ է։ Իդեպ ասեմ ձեզ, երեք Գյումրիում ուժեղ Հայաստանը անցկացրեց հանրահավաքում տեսակապով ելույթ ունեցավ Վարդան Ղուկասյանը, Գյումրիի քաղաքապետը, որը հիմա բանտում է գտնվում, ինքը ի պաշտպանություն ուժեղ Հայաստանի ելույթ ունեցավ, բայց ամենակարևորը, գիտեք, ես ուշադիր նայում եմ այդ ելույթների, հետևում եմ, շատ է ուժեղ Հայաստանը շոշափում այն հարցը, որ իբր կարող են 300,000 ադրբեջանցիք տեղափոխվել Հայաստան։ Գիտեք, օգտագործել այս ձևի նարատիվներ, բան կարելի է առանձին դեպքերում ընտրարշավում, բայց ամեն օր դրա մասին խոսել, ամեն օր հոլովակները ներկայացնելով տարբեր հեռուստաալիքները Հայաստանում խոսել 300,000 ադրբեջանցիների գալը, օրակարգում չկա այդ հարցը։ Մենք միշտ պետք է ուշադիր լինենք Ադրբեջանի ծրագրերին, ստեղ ես համաձայն եմ, որ կան մտահոգություններ, Ադրբեջանը շարունակում է արևմտյան Ադրբեջանը այդ հասկացությունը առաջ տանել, բայց օրակարգում հայ-ադրբեջանական ընդհանրապես այդ հարցը չկա ու շատ բան կարող է մտքով անցնի Ադրբեջանի ինչ-որ հասարակական գործիչների կամ Ալիևի այդ տակ գտնվող մարդկանց կողմից։ Տարբեր նախաձեռն, բայց մենք չպետք է կրկնենք անընդհատ ու այդ թեման շոշափենք, դարձնում ենք գրեթե ակտուալ թեմա։ Ու կառաջարկեի այդ թեման իրոք դադար տալ, էլի։ Նորից կրկնում, դա օրակարգում էլ չկա։ Ադրբեջանցիք նույնիսկ չեն փորձում օրակարգ բարձրացնել այդ հարցը հայ-ադրբեջանական այդ խաղաղության process։ Մյուսը, օրինակ, պարոն Գագիկ Ծառուկյանը ելույթներից մեկում երեկվա ասեց, որ այդ Եվրոմիության շուկան չի բացվի Հայաստանի առջև ու օրինակ բերեց, ասենք Վրաստանի, ինքը ասում է ոչ մի շիշ գինի վրացիք չեն կարող ծախել Եվրոմիությունում։ Անկեղծ ասեմ, ով տվեց այդ սխալ ինֆորմացիան պարոն Ծառուկյանին, չգիտեմ,
Դու գիտեք, որ մոլդովական եւ վրացական գինիների համար վաղուց է Եվրոմիության շուկան բացված է, վաղուց է։ Պատկերացնում եք, այս տարվա մեջ լինում են նվազագույնը 10, 12, 15 եվրոպական երկրներում ու հաճախ այդ երկրներում տեսնում են վրացական խանութներ, վրացական գինիների խանութներ կամ ինչ որ խանութ, այդ որ ասում են սուպերմարկետ, ու այնտեղ կա վրացական գինիներ, որ ծախվում են այլ երկրների, եվրոպական երկրների առաջի հերթին, բայց վրացական գինիները ես տեսել եմ։ Իմ օրինակ վերջի այցելությունը Ռումինիա, անձամբ ես տեսել եմ սուպերմարկետում դրված էին վրացական գինիներ, իմիջիալոց տեսել եմ հանքային ջուր վրացական բորժոմի, անձամբ ես տեսել։ Ուրեմն որտեղից այդ ինֆորմացիան, որ Վրաստանի ոչ մի շիշ վրացական գիների չի ծախվել Եվրոմիության տարածքում, ես ճիշտ ասած չգիտեմ։ Նույնը վերաբերում է Հայաստան դաշինքից անունից ելույթ ունեցողների նորից այդ գաղափարախոսությունը, որ թրիփը չի իրականացվի, թրիփը եթե իրականացվի, դա Միացյալ Նահանգները անում են Ադրբեջանի Թուրքիայի խաթեր, ոչ թե Հայաստանի խաթեր, որտեղից դա վերցրեցին չեմ հասկանում, կամ Հայաստանի կառավարությունը ոչ բարեդրացիական մոտեցում ունի Ռուսաստանի նկատմամբ։ Ես դա հատուկ ուզում եմ ուշադրությունը դարձնել, քանի որ տեսնում եմ, որ այդ երեք ուժերը ռուսամետ են, բոլորը գիտեն, բայց շատ ուժեղ տանում եմ այդ գիծը, որ ԵԱՏՄ-ն գլխավորն է, Եվրոմիության պետք չի աշխատել կամ շուկաները չեն բացվի, ինչը չի համապատասխանում իրականության։ Կոպիտ ասած, շարունակում են այս պուտինյան այդ նարատիվների տարածումը Հայաստանում։ Ու դա պատահականություն չի, ես համարում եմ։ Փորձ է արվում իմ կարծիքով արդարացնել Պուտինին։ Արդարացնել Պուտինի քաղաքականությունը Ղարաբաղի հարցով։ Պուտինի ուղղակի նվերը Ղարաբաղին, Ադրբեջանին։ Փորձ է արվում արդարացնել։ Ստեղ ոչ միայն տնտեսական շահերն են, там ԵԱՏՄ, Հայաստան, մրցակցություն։ Հիմա ինչ կարող է անել Պուտինը այս վերջի 7-8 օրվա ընթացքում մեր դեմ ուղղված, քանի որ սպառնալիքները ակնհայտ են, վերջի Պուտինի ելույթը բավական ագրեսիվ էր մեր նկատմամբ, ու ինչին են նվիրված այս ընտրությունները, ես ուզում եմ իմ կարծիքով ձեզ հետ կիսվել։ Նու առաջինը Պուտինի հայտարարությունները ցույց են տալիս, որ Թրամփի հայտարարությունը, Թրամփի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին փուստը գցել է Պուտինի։ Պուտինը շատ վախեցած է։ Դա է պատճառը, որ ինչքան էլ ինքը չեր զգուշացնում այս վերջի իր երեկվա ելույթում, չեր զգուշացնում, որ Հայաստանը չի կարող ապրել առանց ԵԱՏՄ-ի, ինչ որ թվեր էր բերում եւ այլ, փորձում էր ասել չեք կարող փախչել ԵԱՏՄ-ից եւ այլ, սպառնալիքները, որ շուկան կփակենք ձեր առջեւ, կներեք, տոնը ագրեսիվության իջել է։ Ինչի է իջել, քանի որ Դոնալդ Տրամփը ասեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ես լավ եմ աշխատում, Նիկոլ Փաշինյանը տանում է Հայաստանը դեպի զարգացում, ուժեղացում, ու ասեց ինքը իմ ընկերն է։ Կոպիտ ասած Տրամփը ասեց, ով իրան նեղացնի Հայաստանի վրա ինչ որ բան փորձի անել, իմ հետ գործ կունենա։ Ու պարզ է, որ Պուտինը այդքան թուլացած է, որ չի համարձակվի Տրամփի դեմ այդպես բացահայտ դուրս գալ, ու ես չեմ սպասում հիբրիդային կոշտ ինչ-որ քայլեր մեր դեմ ուղղված։ Բայց այնուամենայնիվ Ռուսաստանը հասկանում է, որ կարող է դանդաղեցնել մեր procese ինտեգրացիայի դեպի Եվրոմիություն։ Ու այդ մեխանիզմները իրանք անպայման կօգտագործել, նաև այդ թվում սանկցիոն քաղաքականություն, քանի որ եթե հիմա Ռուսաստանը փակում է մեր առջև շուկաները, ուրեմն միջև մենք անցնենք Եվրոմիության ստանդարտների, միջև մեր ապրանքները կարողանան ակտիվ մտնել Եվրոմիության շուկա, մենք կունենանք տնտեսական խնդիրներ։ Դա դանդաղեցնելու է այդ procese, այս կարող է անել Ռուսաստանը։ Բայց ես պետք է ասեմ, ինչքան շատ ճնշում է Ռուսաստանը Հայաստանին, այդքան այլընտրանքներ ավելի արագ մեր կառավարությունը կստեղծի, կգտնի, ման կգա։
Հիմա մեծ գիտեք աղմուկ է գնում, որ 100,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի կբերեն Ռուսաստանից, որ քվեարկեն, ու մտահոգություն հայտնում են շատերը, նաև մեր բարեկամները Եվրոպայում, Ռուսաստանում, տարբեր տեղերում։ Ես պետք է ասեմ, չեմ հավատում այս թվին, բայց Ռուսաստանը կփորձի։ Մի քանի հազար մարդ բերել տարբեր մեխանիզմներով, տարբեր բիզնեսի ներկայացուցիչների միջոցով կփորձեն բերել, բայց պետք չի վախենալ, այս ձևի թվեր ռեալ չեն, ուղղակի հեշտ է գնահատական տալ, հաշվել ինչքան ինքնաթիռներ գալիս են Ռուսաստանից Հայաստան, ինչքան մարդ կարող են տեղափոխել, ուրեմն չեմ տեսնում մեծ տեղ վտանգ, բայց վտանգ կա ու մեր պատկան մարմինները, նաև սահմանապահները, ինչքան գիտեն լավատեղյակ են այդ խնդիրներից, կփակեն այդ վտանգները։ Բայց մեր շատ ու շատ կողմնակիցներ շատ մտահոգված են հայտարարություններից, ես տեսնում եմ հոդվածներից, որ այդ վտանգը կա, որ ինչ որ քանակությամբ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրանք ռեկրուտ կանեն, կհավաքեն ու կուղարկեն մեր ընտրությունների, որ քվեարկեն իդեմս այսօրվա կառավարության ի օգուտ ռուսամետ ուժերի։ Բայց իմ կարծիքով Ռուսաստանը չունենալով հիմա մեծ լծակներ խանգարել ընտրությունները անցկացնել, իմ կարծիքով կընտրի, գիտեք ինչ ճանապարհ։ Առաջինը Ռուսաստանը կփորձի դելեգիտիմացնել ընտրությունները։ Ռուսաստանը կփորձի դեստաբիլիզացնել իրավիճակը Հայաստանում։ Ավելի լարված մթնոլորտ ստեղծել վերջի մի շաբաթվա մեջ այս օրերին, քանի որ եթե գիտեք ծանր պայքարը գնում, ինչ որ դեպքեր են, ինչ որ նույնիսկ բախման տարեր կան եւ ընտրության օրը եւ անմիջապես ընտրություններից, դա դելեգիտիմացնում է, լեգիտիմությունը իջեցնում է ընտրական process-ի։ Փորձ կարվի, ես կասկած չունեմ, դեզինֆորմացիան գնում է, շուկաներ փակում է Ռուսաստանը, այդ փորձն էլ կանի։ Ես ավելին ասեմ, իմ կարծիքով Ռուսաստանը չի ճանաչի մեր ընտրությունների արդյունքները։ Ասելով այ մենք չենք ճանաչում, ուրեմն նոր կառավարությունը չենք ճանաչում եւ այլ։ Իմ կարծիքով կգնան այդ քայլերի։ Կասկած չունեն, ոչ մի բան չի ստացվի, ոչ մի բան, քանի որ մեր ժողովուրդը խելոք ժողովուրդ է։ Մեր ժողովուրդը կգնա, քվեարկություն կկատարի, ամեն մի մարդ իր ուզած ձևով կքվեարկի, ու մեր ժողովուրդը թույլ չի տա ապակայունացում։ Ապակայունացմանը կարող են գնալ առանձին խմբեր, բայց չի ստացվի։ Մոլդովային ուզում էին ընտրության օրվանից մյուս օրը անցկացնել բողոքի ակցիաներ, չստացվեց։ Մեզ մոտ էլ ես կարծում եմ չի ստացվի, բայց այդտեղ նաև ուշադիր պետք է լինեն պատկան մարմինները, համապատասխան ինստիտուտները։ Ու հիմա գլխավոր միտքը, որի համար ես այսօր մտա եթեր։ Հա, ես համոզված եմ շատերդ մտածում եք, որ դուք անում եք ընտրություն, որ կուսակցությունը ընտրենք, որ գաղափարախոսությունը, առանձին դեպքերում ես տեսնում եմ շատ այդ մշակույթը ուժեղանում է մարդկանց, հետաքրքիր է նաև կուսակցությունների ծրագրերը, նույնիսկ փոքր խաղացողները համեմատ մեծ ռեսուրս ունեցող խաղացողների, ես տեսնում եմ գաղափարախոսությունը կարողանում են ներկայացնել ԶԼՄ-ներով, բայց ինձ հավատացեք, այս ընտրությունները նվիրված են Պուտինի քաղաքականությանը։ Մեր ժողովուրդը պետք է այս ընտրություններով ասի. Պուտին, մենք քեզ մերժում ենք։ Այն ուժերը, ով առաջ է տանում քո գաղափարները Հայաստանի ներսում, մենք մերժում ենք, քանի որ դու մեզ դավաճանեցիր։ Դու դավաճանեցիր մեզ։ Արդարացում չկա։ Մենք դեմ ենք ոչ թե գաղափարները վատն են, լավն են, այլ ուժերը, որոնք քո թեզերը ուզում են իրականացնել Հայաստանում, մենք մերժում ենք, քանի որ դու դավաճանեցիր։ Դու Ղարաբաղի հարցը լուծեցիր ի օգուտ Ադրբեջանի։ Ի հակասություն միջազգային նորմերի։ Ու մենք չենք ների դաշնակցու դավաճանություն։ Դա շատ կարևոր է, քանի որ մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է։ Դուք նայեք, ինչքան լավ են ընդունում Ռուսաստանի քաղաքացիներին Հայաստանում։ Միայն ողջունում եմ։ Ռուսաստանի քաղաքացիները թող գան Հայաստան, գալիս են, մեզ հետ կողքի աշխատում, ապրում են, գալիս են տուրիզմի նպատակներով, աշխատանքի, միանշանակ մեր ժողովուրդը լավ է ընդունում։ Այդ իմաստուն ժողովուրդ է։ Բայց Պուտինի քաղաքականությունը մենք չենք ընդունում։ Ու այս ընտրությունները նվիրված են Պուտինին։ Դուք քվեարկելով, մերժելով այն ուժերին, ովքեր տանում են Պուտինի քաղաքականությունը Հայաստանում,
Պուտինի բլոկադան շրջափակումը մեր ապրանքների համար, այս քվեարկությամբ դուք ասում եք Պուտին, ոչ, մենք քեզ ասում ենք ոչ։ Այս է գլխավորը։ Ինձ հավատացեք, դա գլխավոր հարցն է այս ընտրությունների ժամանակ, կասկած ես չունեմ մեր ժողովուրդը գրագետ, ինտելեկտուալ ժողովուրդ է, քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդ է։ Ծանր պայմանին ճիշտ կգովորոշվեք։ Ես ավարտեցի իմ ելույթը, միշտ նոր հանդիպումներ։